Հավերժի ճամփորդ Ռաֆիկ Օրդոյան Ռաֆիկ Գևորգի Օրդոյանը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 26-ին Արարատի մարզի Մղչյան գյուղում։ Դեռ մանկուց խելացի էր, նպատակասլաց եւ պատասխանատու։ 2012 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 1 կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել է ծառայության, այնուհետև որոշում է կայացրել, որ պետք է մասնակից դառնա հայրենիքի պաշտպանությանը եւ 6 ամիս ծառայելուց հետո ընթացք է տրվել այդ ցանկությանը։ Ընդունվել եւ կրթություն է ստացել մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետում։ Ուզում էր ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, որպեսզի խորացներ իր մասնագիտական գիտելիքները, պատրաստվում էր ամուսնանալ։ 3 տարի ապրել է Արցախում, սիրել Շուշին։ Իր ծառայությունը համարում էր հայրենիքի երկինքը պաշտպանելու առաքելություն։ Ծառայակից ընկերները նրան կոչվում էին երկնքի տիրակալ։ Որպես լեյտենանտ ծառայության է անցել Ակնայում։ Ռաֆոն դեռ խաղաղ պայմաններում 2 ԱԹՍ է խոցել։ Առաջինը սեպտեմբերի 25-ին, որի համար պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Երկրորդը ապրիլի 21-ին, ինչի համար էլ պարգևատրվել է Արիության եւ Անդրանիկ Կոզանյան մեդալներով։ 26-ամյա կապիտանը եղել է ՕՍԱ համալիրի հաշվարկի հրամանատար։ Իր հաշվարկի կազմով պատերազմի 44 օրերին խոցել է շուրջ 22 անօդաչու սարք։ Հերթական հրամանը կատարելիս նոյեմբերի 9-ին թշնամու ԱԹՍ-ն հարվածել է նրա տեխնիկային, ինչի արդյունքում ծանր վիրավորում է ստացել եւ չդիմանալով վիրահատությանը անմահացել է։ Վերջին խոսքերը վիրավորվելուց հետո եղել են հետեւյալը. «Ես լավ եմ, տղերքին օգնեք»։ Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է մարտական խաչ 1 աստիճանի շքանշանով։